Առաջին եթերում հարցազրույցն է, բարև ձեզ, այսօր մայիսի 1-ն է, մայիսի 1-ը ճիշտ օրն է շոշափելու այն հարցերը, որոնք այսօր առկա են Հայաստանի աշխարհաշուկայում եւ իրենց լուծմանն են սպասում։ Փորձենք առանձնացնել մի քանիսը ըստ առաջնահերթության։ Իմ զրուցակիցը Երևանի Պետական համալսարանի դոցենտ, իրավագիտության թեկնածու Գևորգ Պետրոսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սովետներն ավելի հնչեղ էին նշում մայիսի 1-ը։ Դա էլ թույլ է տալիս ենթադրելու, որ քաղաքացին ավելի պաշտպանված էր սովետական ժամանակներում, բայց դնենք մի կողմ, դա իսկապես սովետական քաղաքացին ավելի էր պաշտպանված եւ դա գաղափարախոսական դեմագոգիա չէր զուտ։ Շնորհակալություն հրավերի համար, առիթից օգտվելով նախ ցանկանում եմ շնորհավորել բոլոր աշխատավորներին, աշխատավորների միջազգային տոնի առթիվ, նաև աշխատողներին եմ մաղթում աշխատանք ունենալ արժանապատիվ, երաշխավորված աշխատանք եւ կարողանալ ապահովել իրենց եւ իրենց ընտանիքների արժանավայել գոյությունը։ Ես չեմ ուզում ասել, որ սովետական միության ժամանակ ավելի հնչեղ էր, այսինքն հնչեղ էր, բայց դրան չէր նպաստում ընդհանրապես օրենսդրությունը։ Դրան ամենաառաջինը կարմիր նպաստող հանգամանք պետության մեջ յուրովի ընկալում կար աշխատավորի դերի։ Ես այսօր ցավոք սրտի առավոտյան հետևում եի հեռուստատեսային հաղորդումներին եւ իսկապես չնկատեցի այդ ողջավորությունը ինչը կար ժամանակին։ Ես հակված չեմ սա կոնկրետ միտում տեսնել այստեղ։ Հասարակարգեր են փոխվել, սեփականության ձևեր են փոխվել։ Պարզապես այստեղ պետության վերաբերմունքն է խորհրդանշում աշխատավորի նկատմամբ։ Այստեղ ես պետք է վարդագույն ակնոցները հանեմ, այսպես ասած, եւ ասեմ ճշմարտությունը։ Իսկապես Խորհրդային միության օրոք որոշակիորեն այլ էր։ Նախ սկսենք դրանից, որ Խորհրդային միության օրոք աշխատանքը նախկին Սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն համարվում էր քաղաքացիների իրավունքը, իսկ այսօր Հայաստանի գործող Սահմանադրության 32-րդ հոդվածը դա հռչակում է ոչ թե քաղաքացու իրավունք, այլ ազատություն, որից նա կարող է օգտվել, թե ոչ։ Այստեղ իհարկե կա միջազգային վավերացված պայմանագրին անդամակցության խնդիրը, որից բխում է, որ աշխատանքը չի կարող դիտվել պարտականություն, դա պետք է լինի ազատություն, բայց ես կարծում եմ, որ աշխատանքը պետք է լինի եւ իրավունք, եւ պարտականություն, եւ ազատություն, եթե մենք հռչակում ենք պետությունը սոցիալական։ Հիմա գանք մեր իրականություն, մեր օրեր։ Որն է Հայաստանի աշխատաշուկայի բուն առանձնահատկությունը։ Հայաստանի առանձնահատկությունը աշխատաշուկայի կարելի ասել է հստակ ընդգծված առանձնահատկություն չունի։ Ընդհանրապես հասարակական կյանքում շատ երևույթներ տարերային կարգավորման են ենթարկվում, տարերային վիճակում են, այդպիսին է նաև աշխատաշուկան։ Դա ինչի հետևանք է, օրենսդրական դա եւ օրենսդրական կարգավորման թերությունների հետևանք է, եւ պետության տնտեսական հնարավորությունների, եւ մեր մտածողության, այդ պետք չի անտեսել դա։ Հասարակ մի բան, այսօր մենք ունենք, ասենք, աշխատանքի բազմաթիվ տեղեր, ազատ տեղեր, բայց քաղաքացին ելնելով ինչ-որ չափորոշիչներից, իր արժե համակարգից եւ այլն չի հավակնում գնալ զբաղեցնել այդ պաշտոնը։ Օրինակ պետական ծառայության ոլորտում, քաղաքացիական ծառայության ոլորտում հարյուրավոր թափուր պաշտոններ կան, որոնք տարիներով չեն համալրվում։ Ցածր է աշխատավարձը, նաեւ այլ հարաբերություններ կան, երակի ենթակայություն կա, այդ ցածր վարձատրության պայմաններում աշխատողների աշխատաժամերն են շատ։ Այսինքն մենք չենք կարող կոնկրետ չափանիշներով ասել, մեր աշխատաշուկայում այս առանձնահատկություն ունի սա ունի սա, չկարգավորվածության, թերի կարգավորվածության, մեր մտածողության, պետության տնտեսական հնարավորությունների, գործատուների տնտեսական հնարավորությունների պայմաններում խախտվել են բոլոր տեսակի օրինաչափությունները։ Այդ դեպքում ուրեն արհմիությունները։ Արհմիությունները իրավաբանորեն գործում են։ Ձեր հարցերով պիտի որ զբաղվեին այս։ Այո, արհմիությունները կոչված են, հենց նրանց հիմնական առաքելությունը դա է, զբաղվել աշխատողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությամբ։ Արհմիություններ կան, իրավաբանորեն գործում են, այլ է խնդիրը, թե նրանք որքանով են պրակտիկորեն կենսագործում իրենց ունեցած իրավական լիազորությունները։ Կամ թույլ չեն տալիս։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ ասել, թե արհմիությունները ընդհանրապես գործ չեն կատարում։ Դա սխալ կլինի եւ չի կարելի այդպես։ Բայց մարդը չի դիմում, քաղաքացին չի դիմում արհմիությանը, ինչ որ մի բան այն չի։ Խնդիրը հետեւյալն է, պարոն Նացակյան։ Քաղաքացին ունի արհեստակցական միությանը անդամագրվելու, մասնակցելու իրավունք։ Դա ինքն է ընտրում օգտվել այդ իրավունքից, թե ոչ, դա նրա սահմանադրական եւ միջազգային իրավական ակտերով ամրագրված իրավունքներից է, բայց ցանկացած սուբյեկտ, այդ թվում նաև քաղաքացին, որևէ իրավունքի ընտրության ժամանակ ղեկավարվում է իր սեփական ակնկալիքներով, շահերով, չէ։ Հիմա եթե ես պետք է դառնամ որևէ արհմիության անդամ, ես պետք է անդամության վճար վճարեմ ամեն ամիս, ես պետք է հայցեմ նրա պոտենցիալ պաշտպանությունը։ Իսկ այսօր քաղաքացին նույնպես մենք չպետք է մեղադրենք, որ նա հաշվի նկատի, ասում է, ես ենթադրենք դարձա այս արհմիության անդամ, ինձ դրանից ինչ։ Ես առիթից օգտվելով ուզում եմ հրապարակել մի դառը ճշմարտ իրողություն, մի անցանկալի իրողություն, ես հատուկ դատարաններից հարցում եմ արել եւ Հայաստանի Երևան քաղաքի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաններում ուրեմն ոչ մի գործ արհմիության մասնակցությամբ հոգուտ հայցվորի հայց ներկայացնի եւ գործ քննվի, այդպիսի գործ չի քննվում։ Ինչ է նշանակում արհմիությունը լինելով հասարակական միակ միավորումը, որը միավորում է աշխատողներին եւ կոչված է պաշտպանել։ Այսինքն վկայում է, որ արհմիության դերը նվաստ է այստեղ։ Ոչ թե ընդհանրապես այս առումով շատ ցածր է։
Եվ այստեղ կրկնում եմ, ումից է բխում։ ուրեմն դա բխում է ամենից առաջ հենց արմիությունների ընդունած կեցվածքից։ Ես հիմա գիտեմ, որ ինձ կարող են ոմանք հակադարձել, թե իբր ֆինանսավորում չունեն եւ այլն, բայց տեսեք, եթե աշխատողը ինքը արմիությանը տեսնի որպես իր իրավունքի պաշտպանի, որը անվճար հիմունքներով Լավ ինչ է փոխվել, նախկինում տեսել է, հիմա չի տեսնում։ Նախկինում աշխատողները անխտիր բոլոր արհեստակցական միությունների անդամներին, նախկինում արմիությունը ավելի մեծ կշիռ ուներ ընդհանրապես աշխատանքային հարաբերությունների կարգավորման եւ մասնավորապես աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում, կարելի ասել երկու հիմնական իրավունք են արմիությունից վերցրել, որ հիմա չկա։ Առաջին աշխատանքային վեճեր քննելու իրավունքն էր, որը նախկինում ուներ, հիմա չունի, եւ երկրորդ իրավունքը, որ նախկինում ուներ ցանկացած հիմքով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելիս արմիությունը պետք է տար նախնական համաձայնություն։ Եթե արմիությունը նախնական համաձայնություն չէր տալիս, ազատումը մեխանիկորեն դառնում էր անօրինական եւ աշխատողը ենթակա էր վերականգնման Ես դա ինչու եմ հատուկ շեշտադրում, որովհետեւ եթե քաղաքացու իրավունքը ոտնահարվել է, ում պիտի դիմի նա։ Նա իրավունք ունի դիմել դատարան, Հայաստանի Հանրապետության գործող աշխատանքային Տեսեք, շատ բարդ օղակ եք ցույց տալիս արդեն։ Դատարան ոչ բոլորն են։ Դատարան ոչ բոլորն են դիմում տարբեր պատճառերով։ Մեր մտածողությունը ես ինչու պատահական չշեշտեցի։ Այսօր մենք ցավոք սրտի մեր իրավունքներից օգտվելու բարձր մշակույթ չունենք, անգամ միջակ մշակույթ չունենք։ Ասում ենք ամոթ է դատի տամ, հետո գնամ գործի, իսկ ինչ են ստեղծվել դատարանները։ Մենք ունենք նաև աշխատանքային օրենսգրքում հոդված, մասնավորապես 38-րդ հոդվածի 6-րդ կետը, 3-րդ մասը ասում է քաղաքացին ունի իր աշխատանքային իրավունքների ինքնապաշտպանության իրավունք։ Բայց այդ ինքնապաշտպանությունը շատ հեղեղուկ է, շատ խոցելի է, եթե քաղաքացին չօգտվի իր հիմնական պաշտպանության տեսակից, դա դատական պաշտպանությունն է։ Ավելին ասեմ, Հայաստանի գործող օրենսդրության համաձայն աշխատողներից դատական մարմիններին անդրադառնալու համար պետական տուրք չի գանձվում, այսինքն նա առանց որոշակի ծախսեր կատարելու կարող է հայցել դատարանի պաշտպանությունը։ Այստեղ խնդիրը ընդհանրապես այն է որակյալ ներկայացուցչություն ապահովելու, դե դա վճարովի հիմունքներով է։ Իհարկե Հայաստանում կան հանրային պաշտպաններ, բայց նրանք չեն մասնակցում աշխատանքային վեճերով, որպես կանոն այլ գործերով են մասնակցում։ Բայց քաղաքացին ինքը կարող է դիմել դատարան։ Բերեք իրականությանը ճիշտ ակնոցներով նայենք։ Իրադրության տերը գործատուներն են։ Աշխատանքի կազմակերպման գործընթացի ղեկավարում այո նրանք են իրականացնում։ Նրանցից աշխատողը կախված է եւ կազմակերպական իշխանությամբ, եւ ֆինանսական, եւ կարգապահական։ Բայց չի կարելի ասել, որ մեր գործող օրենսդրությունը այնքան ապիկար է, որ որևէ ձևով չի կարողանում ապահովել աշխատողների իրավունքների։ Նաեւ ճշմարտությունն է, որ գործատուն երբ ուզենա կազատ է աշխատանքից։ Գործող աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի համաձայն գործատուն իրավունք ունի պայմանագիրը լուծել միայն որոշակի դեպքերում։ Այնտեղ 11 դեպք է թվարկում։ Այդ դեպքերից դուրս գործատուն իրավունք չունի լուծել պայմանագիրը։ Այլ է խնդիրը, երբ որ առանձին գործատուներ ուղղակիորեն արհամարում են օրենքը, բայց դրա համար էլ պետությունը հոգ է տալիս, ստեղծել է դատարան, վարձատրում է այդ մարմնի պաշտոնատար անձանց, ովքեր դիմումի, հայցադիմումի դեպքում իրականացնում։ Ուրեմն պասիվ է դատարանը կամ թերանում է դատարանը։ Դա պասիվ չէ դատարանը, պասիվ են քաղաքացիները, պասիվ են արմիությունները։ Արմիությունները, որոնք ֆինանսավորման բացակայության միջոցների անբավարարության պատճառով հաճախ չեն դիմում դատական պաշտպանության իրենց անդամների շահերով կամ դիմում են միայն իրենց անդամների շահերով, սա իհարկե գալիս է օրենսդրական բացից, եւ երկրորդ նաեւ քաղաքացիները իրենց մտածողության պատճառով երբեմն որոշակի չափով կա նաեւ անվստահություն դատական ակտի կատարման նկատմամբ։ Այսօր մենք ունենք դեպքեր, իհարկե ասեմ հանուն ճշմարտության շատ չեն այդ դեպքերը, բայց ունենք դեպքեր, երբ որ քաղաքացին դատարանի վճիռը ձեռքին չի կարողանում հասնել վճարի ի կատարածմանը։ Այստեղ նույնպես լուրջ անելիք ունի պետությունը իդեմս իր լիազորված մարմինների։ Ես ավելին ասեմ, գործող քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում դատական ակտը դիտավորությամբ կատարելու համար։ Եթե ձեզ դատարանը վերականգնել է աշխատանքում, ունեք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, դրա հիման վրա տրված կատարողական թերք, տարեք ներկայացրեք, թող գործատուն կատարի։ Չի կատարում, դիմեք իրավապահ մարմիններին համապատասխան միջնորդությամբ։ Տեսեք, ես վստահ եմ դուք բազմաթիվ այդպիսի օրինակների հանդիպած կլինեն։ Գործատուն կարող է մի օր առավոտյան գա եւ տվյալ աշխատողին, որը ընդ որում որակյալ աշխատող է եւ մինչ այդ նա որակյալի համարում է ունեցել, բայց չգիտես ինչ է տեղի ունեցել եւ վարքյանների ընթացքում մարդուն զրկել աշխատանքից։ Այստեղ որ օրենքը, որ օրենսդրական նորմը կամ որ օղակը պիտի տեր կանգնի այդ մարդուն։ Ուրեմն նախ պարոն Նացականյան, վարքյանների ընթացքում արտահայտությունը այս դեպքում միանշանակ չի ընկալվում։ Օրինակ հիմքեր կան, որ այո վարքյանների ընթացքում կարող եք ազատել։ Չէ, այդ դեպքում ասեմ ավելի, աշխատողը կարող է լավ հայացքով չնայի գործատիրոջը եւ հանկարծ գործատիրոջ մոտ այդպիսի քմահաճույք առաջան, ազատվում նրանց։ Ես եթե չեմ սխալվում, սխալ չեմ կռահում, նկատի ունեք վստահության կորուստը։ Այո։
Ուրեմն գործող աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է այն դեպքերը, այն հիմքերը, որոնք կարող են առկա լինել եւ ընտրվել վստահության կորստի համար։ Մասնավորապես օրենսգիրքի 122-րդ հոդվածի համաձայն վստահությունը կորցնելու հիմքի առաջին, երբ ապրանքային կամ դրամական արժեքներ սպասարկող աշխատողը թույլ է տվել այնպիսի արարք, որը վստահության կորստի հիմք է, օրինակ պակասորդ է թույլ տվել, յուրացում է կատարել։ Երկրորդ, եթե ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել իր աշխատանքային գործառույթների հետ անհամատեղելի արարք, ասենք մանկավարժը անբարոյական վարքագիծ է դրսևորել աշակերտի նկատմամբ, դասախոսը ուսանողի, եւ երրորդ, եթե բանկային, առևտրային կամ օրենքով պահպանող այլ գաղտնիքի հրապարակվել։ Սրանից դուրս, եթե որևէ գործատու հրաման կարգի որևէ աշխատողի նկատմամբ վստահության կորստի հիմքով պայմանագիրը լուծելու վերաբերել, ապա այդ աշխատողը հաստատ դատարանում կհասնի հաջողության։ Եվ մեկ այլ պարագա, ձեր թույլտվությամբ, գուցեև դուք նկատի կարող եք ունենալ նաև այն, որ աշխատողին կարող են ասել դու չես համապատասխանում քո աշխատանքին։ Այս հարցը նույնպես լուծված է օրենքով։ Գործատուն, ասեմ ձեզ շարունակությունը, գործատուն գալիս է, կարող է փոխի հաստատացուցակ, հաստիկի անվանումը, գործառույթները աշխատանքային փոխի, ասի դուք այլևս չեք համապատասխանում սրան, ինչ որ օբյեկտիվ հիմք ստեղծում է այն։ Ուրեմն աշխատանքային օրենսդրության մյուս ճյուղերից տարբերվում է նրանով, սա իմ կարգախոսն է, նաև իմ ընկալումն է, որ չկա բառը չկա օրենսդրության մեջ։ Բոլոր հարաբերությունները գրեթե կարգավորված են, պետք է պարզապես ճիշտ ընտրել, իմանալ իրավանորմի տեղը։ Այդ հարցն էլ է ուղղակի լուծված։ Չկա այստեղ տարանկալում, մասնավորապես գործող աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի առաջին մասում կա երկրորդ կետ, որը վերաբերում է հաստիկների կրճատմանը, եւ երրորդ կետ, որը վերաբերում է աշխատողի անհամապատասխանությանը։ Տեսեք, հաստիկ ստեղծելը, փոփոխելը, կրճատելը դա գործատուի իրավունքն է, բայց գործատուն, ինչպես եւ իրավունքի մյուս սուբյեկտները, իրենց իրավունքներից պարտավոր են օգտվել բարեխղճորեն եւ հիմնավորված պատճառներով։ Աշխատանքային օրենսգրքի 105 հոդվածը եւ 113 հոդվածի առաջին մասի երկրորդ կետը թույլ չեն տալիս ցանկացած ժամանակ գործատուին քնից արթնանալ, գալ ասել ես այս հաստիկը կրճատում եմ։ Այնտեղ հստակ նշվում է տնտեսական պատճառներով, արտադրական պատճառներով, աշխատանքի կազմակերպման պատճառներով, եթե այս պատճառները չկան, ապա հաստիկի փոփոխումը, կրճատումը, լուծարումը դա անօրինական է դրանից բխող իրավական հետևանքներով։ Ինչ վերաբերում է աշխատողի անհամապատասխանությանը, այստեղ նույնպես օրենսդիրը գնացել է բառի տառացի իմաստով որոշակիության ամրապնդման։ Մասնավորապես, չես կարող նայել աշխատողի աչքերին, ինչպես դուք ասացիք, ու ասել, գիտեք, դուք ել չեք համապատասխանում կամ ձեր այս մի ժեստը թույլ է տալիս ինձ կարծել, որ դուք չեք։ Օրենքը նշում է, թե ինչ պատճառով չի համապատասխանում։ Մասնավորապես օրենսգրքի 120 հոդվածի առաջին մասի համաձայն ասում է աշխատողը, եթե չի համապատասխանում, առողջական վիճակի պատճառով կամ մասնագիտական գիտելիքների անբավարարության Այստեղ գործատուն է կրում ապացուցման պարտականություն առաջին, որ աշխատողի առողջական վիճակը թույլ ապացույց դատարանում։ Ուրիշ տեղ չունենք։ Գիտեք, մենք ունենք մենք ժամանակին աշխատանքի տեսչություն ունենք, դա մենք հիմա էլ ունենք այդ ցավոք սրտի հասարակությունը եւ շատերը այն կարծիքին են, թե աշխատանքի տեսչություն այլևս չկա։ Հիմա ես կասեմ այդ շարժը։ Եթե կա ֆորմալ է, ես չգիտեմ։ Իրավաբանորեն գործում է, բայց ոչ թե արդեն աշխատանքի պետական տեսչություն, այլ աշխատանքի պետական տեսչությունը, որը նախկինում գործում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կազմում, որպես առանձնացված ստորաբաժանում, սա գումարվեց, միաձուլվեց սանիտարական պետական հակահամաճարակային տեսչությանը եւ հիմա դարձել է մեկ միասնական ստուգող մարմին առողջապահության նախարարության կազմում, որը կոչվում է, հիմնականում չգիտեն, ասեմ ձեզ ավելին, պարոն Նացական, այսօր քաղաքացիների մեծ մասը, ովքեր իներցիայով դեռ գիտեն, թե տեսչությունը կա, իրենց աշխատանքային իրավունքների խախտումներով դիմում են տեսչությանը, հետո դիմումները վերահասցեագրվում են ըստ պատշաճ հասցեատիրոջ։ Այսինքն այսօր կոնկրետ որևէ հարաբերություն ճշտելու համար պիտի գնալ դատարան, ուրիշ տեղ պետք չէ։ Իհարկե կան մասնավոր խորհրդատվական ընկերություններ, կան արմիություններ, կա դատարան, չի կարելի ասել միակ ճանապարհը դատարանն է։ Պարզապես դատական պաշտպանությունը դա անձանց ընդհանրապես բոլոր իրավունքների, այդ թվում նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնական եղանակն է եւ վերջապես դատական ակտն է, որը պետության անունից կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության եւ որի չկատարումը հղի է անցանկալի իրավական հետևանքներով, այդ թվում նաև քրեական պատասխանատվության հավանականությամբ։ Մի հարց է, որոշ գնահատումներով աշխատաշուկայում ստվերը կազմում է մոտ 50%։ Դա իրականությանը մոտ գնահատական է եւ ամենակարևորը այստեղ այդքան տոկոսը կարևոր չի, ինչքան ում շահերից է դա բխում։ Գործատուի, թե աշխատողի, որը նաեւ կարողանում է հավելյալ ինչ-որ գումարներ ձեռք բերել, բայց ստվերում գտնվելու գնով։ Սա այն հարցն է, որտեղ մենք չենք կարող ասել, որ ինչ որ մեկը բացարձակապես տուժում է։ Երևի թե ավելի շատ այստեղ պետությունն է տուժում։ Հիմա ասեմ, առաջին հայացքից կարող է հավանական չթվալ։ Արմ աշխատողը նախ շահում է ինչով։
Հիմա այս վերջին օրենսդրական այդ հայտնի, գիտեք, նախաձեռնության արդյունքում աշխատողները սկսել են դրսևորել շահագրգռվածություն, որ ժամանակին իրենք էին պայքարում գրավոր աշխատանքային պայմանագիր կնքելու, հրամանով ընդունվելու, այսինքն պատշաճ ձևակերպելու, որպեսզի չհամարվեր անօրինական աշխատանքի եւ չազդեր իրենց աշխատանքային մյուս իրավունքների վրա, հանգստի իրավունք, անաշխատունակության նպաստի, աշխատավարձի չափի, աշխատանքային ստաժի հաշվարկում։ Հիմա ասում են մենք թող չձևակերպենք, մենակ այն 5%-ը չպահվի պարտադիր կուտակ։ Այսինքն պետությունը իր անհարկի, անհեռատես, հաշվարկած վարչարարությամբ փաստորեն նաև աշխատողներին է հուշում, ասում գնացեք դարձեք անօրինական աշխատողներ։ Իսկ ժամանակին աշխատողներն էին ամենաառաջինը պայքարում, որպես իրենք լինեն ձևակերպված օրինական աշխատող։ Այսինքն մեր աշխատանքային օրենսգիրքը ոչ բոլոր հարցերի պատասխաններն է տալիս։ Ուրեմն, պարոն Նացականյան, աշխատանքային օրենսգրքում, եթե լայն իմաստով եմ ասում, ընդհանուր մոտեցումների իմաստով, չկա բառը չկա, բայց կան հարցեր, որոնք ուղղակի լուծում չունեն։ Օրինակ, ասենք, աշխատողին հետապնդելու արգելք Հայաստանի գործող աշխատանքային օրենսգիրքը ուղղակի չի պարունակում։ Կան իհարկե առանձին իրավանորմեր, մասնավորապես օրինակ 114 հոդվածի 4-րդ մասի 3-րդ 4-րդ կետերը ասում են, աշխատողին չի կարելի նրա իրավունքները սահմանափակել աշխատանքից ազատել քաղաքական կուսակցություններին անդամակցության, արմիություններին անդամակցության, օրենքների խախտման վերաբերյալ գործատուին պահանջ ներկայացնելու եւ այլն, բայց ուղղակի, որ աշխատողին հետապնդելը արգելվում է, չկա։ Դա էլ հիմք է, երբ որ առանձին գործատուներ, ասենք, աշխատողը ենթադրենք մի կարծիք հայտնի մի բանի վերաբերյալ, ասեն դու այլևս կամ գնա մասնակցի այդ կൂട്ടակայինի գործով եղավ։ Հիմա այս պահին գտնվում է, եթե չեմ սխալվում, Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում քննվում է 3 աշխատակիցների հայցը, ովքեր աշխատանքից ազատվել էին նրա համար հենց միայն, որ մասնակցել էին դեմ շարժման կազմակերպման։ Հիմա նրանք դատարանով կկարողանան վերականգնել։ Ես իհարկե դատավորը չեմ, որ ասեմ եւ ընդհանրապես։ Չէ, բայց դա միակ ճանապարհն է։ Միակ ճանապարհն է, որովհետեւ աշխատանքային օրենսգրքի 264 հոդվածի համաձայն անհատական աշխատանքային վեճերը Հայաստանում քննում է բացառապես դատարանում։ Մի հարցել ունեմ, չգիտեմ, ժամանակը չի ների, երբ շատ եմ հանդիպում այսպիսի հայտարարություններ, եւ գործատուներն են հայտարարություններ տարածում եւ շատ տարօրինակ զավեշտալի պահանջներ են դնում։ Բարետես, կապուտաչիա, բոյատեղը, բուսատեղը, տարիքը համապատասխան իր ցանկության։ Ինչ որ բան նորմ խախտվում է, ենթագիտակցորեն եմ պատկերացնում դա, բայց Ես արագ պատասխանեմ, քանի որ ժամանակ չկա։ Հայաստանի գործող աշխատանքային օրենսգրքի 86 հոդվածի առաջին մասի համաձայն ասում է գործատուն ազատ է իր մոտ առկա աշխատատեղերը իր հայեցողությամբ տնօրինելու հարցում։ Բայց լիազորությունը տրվել է։ Չէ, կրկնում եմ, կյանքում ոչ մի իրավունք չի կարող իրացվել անբարեխղճորեն։ Աշխատանքային օրենսգրքի 37 հոդվածում ուղղակի նշված է, որ գործատուներն են պարտավոր իրենց իրավունքներից օգտվել բարեխղճորեն։ Տեսեք, եթե նա ընդունվում է, ասենք, մատուցող, նրա համար բարետես լինելը դա գործնական հատկանիշ է։ Այս հիմքով գործատուն կարող է սահմանափակել ոչ բարետես աշխատող։ Գործատուի բարետեսության ընկալումը այլ է։ Դե սուբյեկտիվ ընկալման խնդիրներ կա, ճիշտ եք ասում, բայց տեսեք, ասենք, մատուցողը, որ սպասարկում է կամ ասենք ուսուցչի կերպարա նույնն է, ինչ որ կներեք, ես հանկարծ չհասկանա, խնդրում եմ վիրավորանքի իմաստով։ Զուտ աշխատանքային էլեկտրիկը բարետես լինելու էլեկտրիկի բարետեսությունը կամ գազի մասնագետի, դա նույնը չի, ինչ որ մանկավարժի, ասենք, դաստիարակի, չգիտեմ, սպասարկման ոլորտի այս առումով, այսինքն բարետեսությունը, այդ գեղեցիկ արտաքինը, եթե գործնական հատկանիշ չեն որակվում ելնելով աշխատողի աշխատանքային առանձնահատկություններից, ապա սա դիտվում է որպես իրավունքի չհիմնավորված սահմանափակում, ինչը համարվում է խտրականություն օրենքի իմաստով։ Ամեն դեպքում մենք խորհրդային ժամանակներում այլևս չենք ապրում ենք շուկայական հարաբերությունների։ Խորհրդային ժամանակներում մի բան կար երաշխավորված աշխատանք, քաղաքացին վստահ էր, որ այսօր աշխատանքից վերադարձավ տուն, վաղը լինելու իր աշխատանքին։ Ցավոք սրտի կոմունիստները ծափար են ցավոք, ես չգիտեմ ով կծափարի, ես ճշմարտություն եմ ասում, ցավոք սրտի մենք այսօր իրականություն։ Չէ, ես դա ինչու նշեցի, շուկայական հարաբերություններն ամեն ինչ իր գինը ունի, նաև աշխատանքը պիտի իր գինը ունենա նաև։ Աշխատանքը դա սոցիալական արժեքների գագաթնակետն է, բարձրագույն արժեքն է եւ Սահմանադրության 3-րդ հոդվածում ասում է մարդն է հասարակության բարձրագույն արժեքը եւ ընդհանրապես Հայաստանի ամբողջ օրենսդրությունը, այդ թվում նաեւ աշխատանքային օրենսդրությունը պետք է գնա մարդու իրավունքի գերակայության, մարդու իրավունքի առաջնային պաշտպանության ճանապարհով։ Այսքանը։ Այսօր մայիսի 1-ն էր։ Իմ զրուցակիցը Երևանի Պետական համալսարանի դոցենտ, իրավագիտության թեկնածու Գևորգ Պետրոսյանը։ Հաջողություն։